Ողջույն, հրապարակի զրուցակիցն է բանասիրական գիտությունների դոկտոր, հայաքվե խորհրդի անդամ Լիլիթ Արզումանյանը։ Տիկին Արզումանյան, արդեն մի շաբաթ է քարոզարշավը սկսվել է, բայց քաղաքական խոսույթը կարծես սպառվել է ուժերի մոտ, հա, ու նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ են փորձում կիրառել, հաճախ չխորշելով վիրավորանքներից, սպիտակավորումից, որքանով է արդարացված այս մոտեցումը, կարող է արդյոք հակառակ ազդեցություն ունենալ, մարդկանց հիասթափեցնել, մարդիկ չգնան ի վերջո ուղղակի ընտրության։ Անկեղծ ասած հիասթափությունը չգիտեմ, ովքեր հիասթափված են, տենց էլ մնում են, ովքեր սիրահարված են մնում են, ովքեր մտահոգ ու ցավոտ են, տենց էլ մնում են, չեմ կարծում, որ այս վերջի օրերը կամ ընդհանրապես այս քարոզարշավը որևէ էական փոփոխություն տալու է, ճիշտն ասած չեմ մտածում այդպես։ Քարոզարշավը իհարկե, անկեղծ ասած ինձ համար խայտառակ պատկեր։ Խայտառակ, ես ասելիքս հենց կառավարող իշխանության քարոզարշավն է, որովհետև եթե դու իշխանություն ես, դա պետք է լինի ինչ որտեղ նաև հաշվետվություն, ինչ ես արել, այնինչ դա չկա, բացարձակապես այդպիսի բան չկա, եթե մոտենում է մարդկանց ու համոզում է ես 500 դպրոց եմ սարքել, թույլ տվեք կասկածել նախ, երկրորդն էլ դու 250 դպրոց հանձնել ես Արցախում, մոտ 220 դպրոց փակում ես հիմա Հայաստանում, մի բան, որ ուղղակի աններելի խայտառակություն է, աններելի, որովհետև փակում ես սահմանամերձ գյուղերը, այսինքն ինչ ես ուզում ասես, դատարկում ես դու այդ գյուղերը, դպրոց չլինելը դա շատ լուրջ պրոբլեմ է, հասկանում եք, դա նշանակում է գյուղը կդատարկվի։ Հիմա եթե 500 կառուցել ես 220-ը փակում ես, դա արդյոք հպարտանալու ինչ-որ բան է, չգիտեմ։ Մարդիկ կան, որոնք ուզում են դառնալ վարչապետ, գլուխները պատին են տալիս, այ քեզ բան, ընտրությունը բնականաբար կլինեն մարդիկ, որոնք կուզեն դառնալ վարչապետ, կամ այն կարկառուն մեկը կա անունները ես ուղղակի չեմ ուզում սկզբունքորեն դա, ասում է գնում է գործընթաց իշխանություն զավթելու, շատ կներեք, նախ զավթեցիք դուք, երկրորդն էլ ընտրություն, ինչ անշակում գլուխը պատին կտա, դա ինչ երկրի ղեկավարի խոսույթ է, այդ ուղղակի խայտառակություն է, անդրադառնամ մյուս ամենասարսափելի ինձ համար, Արցախի խնդիրը, արդյոք Արցախը մերն էր, Արցախը ինչով էր մերը, Արցախը մերը չէր, եղբայր, քո ոճով ասեմ, դու չէիր գոռում Արցախը Հայաստան է, ինչ պատահեց, ինչով է մերը, դադիվանքով, ամարասով, գանձասարով, ինչ է նշանակում Արցախում ոչինչ չի կառուցվել, Լևոն Հայրապետյանը Արցախում շատ բան է կառուցել, 500 հարսանիք արեց և ոգևորված արցախցիները 5, 6, 7, 8 երեխա են բերել։ Կարծեմ ֆինանսական աջակցություն էր լինում։ Այո, Արցախում նույն Սամվել Կարապետյանը մի հրաշալի հիվանդանոց էր սարքել, ամբողջ սարքավորումներով հանդերձ։ Ինչ ես խոսում, ում համար ես խոսում, ինչ մասայի համար ես խոսում և ամենասարսափելի, այդ մասայի մեջ, որոնք ոչ միայն բերած են, այլ կան իր արևով երդվողներ, փաստորեն նրանք և ես հավասար իրավունք ունենք մեր հայրենիքի, իմ հայրենիքի ապագան որոշելու, ես ասում եմ իմը, որտև դա իմն է, որտև իմ սիրտը ցավում է, իսկ նրանց համար, ովքեր հայրենիք գաղափարը ընդամենը տարածք է, որտեղ ապրում են, չկա այդ մտահոգությունը, ես չգիտեմ արդեն, ինչ քանակ ենք, հիմա կճշտվի այս ընտրություններից։ Տիկին Արզումանյան, դուք ասացիք, որ ձեր սիրտը ցավում է, ես իրականում այս մասով հարց պատրաստել էի ավելի ուշ էի գալու, բայց քանի խոսեցինք, հիմա տամ այս հարցը, մտավորականը, պատասխանատվության ինչ
չափաբաժին ունի, հա, այս օրինակ քաղաքական պատասխանատվությանից չափաբաժին ունի։ Ես առիթ ունեցել եմ տեսնում դրա մասին խոսելու։ Գիտեք, ես նախ ինձ համար աններելի է, որ մտավորականը ինքը ինչ որ պատյանի մեջ ամփոփված երևույթ պետք է լինի եւ չպետք է խառնվի քաղաքականությանը։ Նախ ես չեմ ընդունում, որ խոսել թերություններից, լինել ակտիվ, դա քաղաքականությամբ զբաղվել է։ Ես եղել եմ ակտիվ ամբողջ կյանքում։ Ամբողջ իմ կյանքում ես նախկինները հիմա չնայած սրանք էլ են նախկին, Ուչերով բայց հանդես գալ, միշտ ցուցակում ընդգրկվել։ խոսել եմ, միշտ ցույց եմ տվել բացական բոլոր երևույթները, միշտ արձագանքել եմ ամեն ինչին, այսինքն ես միշտ եղել եմ մտահոգ, ցավով տառապող, հայրենիքի ցավով տառապող մարդ, բայց ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, հասկանում եք, կամ ասում են ընտրության չեմ գնում, որտեվ չեմ զբաղվում քաղաքականությամբ, ինչ կապ ունեն դրանք իրար հետ, դա քո քաղաքացու պարտքն է գնալ ընտրության, դա քո պարտքն է, քո ժառանգի, քո թորի հանդեպ, որ ընտրում ես ով ղեկավարելու է քո երկիրը։ Մտավորականը դա պետք է լինի առաջին հերթին մտահոգ քաղաքացի։ Տիկին Արզումանյան, միշտ մտահոգ եք եղել, քաղաքականությամբ չեք զբաղվել, բայց հիմա հայաքվե նախաձեռնությունում եք։ Դուք ունեք հարուստ կենսագրություն, հետաքրքիր հարուստ կենսագրություն, ինչու հենց հայաքվեն, ինչու է սա պայմանավորված ու այս իրավիճակում ինչ կարող է անել նման նախաձեռնությունը։ Նախ հայաքվեն, նախ ասեմ, որ ես որևէ կուսակցության անդամ երբեք չեմ եղել։ Հայաքվեն կուսակցություն չէր։ Եվ հետո այնտեղ կային տղաներ, որոնք շատ համակրելի էին ինձ համար, շատ։ Նույն Չալաբյանը Ավետիքը, Սողոմոնյան Մենոան, նույն Դավիթը Սարգսյան, նույն Արմենը Մելիքյան, եւ շատ իրենց այդ մտահոգությունը, իրենց եռանդը, հայրենիքի հանդեպ այդ պատասխանատվությունը, որ իրենք ունեին, այսպես ես որոշեցի, իրանք առաջարկեցին, ես էլ որոշեցի եւ անկեղծ ասած ես մնում եմ այն կարծիքի, որ ճիշտ եմ արել։ Շատ լավ, Տիկին Արզումանյան, առաջին հարցին պատասխանելիս ձեր խոսքում նաև մտահոգություն հայտնեցիք, հա, մասաների մասով, Փաշինյանին ընտրող էլեկտորատի մասով, իրենց ու ձեր հավասար իրավունքները, իրենց մտահոգված չլինելը, ցավով արձանագրեցիք։ Այ տեսեք, հաճախ ասվում է, որ 30 տարի չեն կրթել, դրա համար ունենք այս պատկերը, ունենք հասարակություն, հա, մասաներ բնազդներով առաջնորդվող, որոնք հայրենիքի արժեքը չեն գիտակցում, չեն հասկանում, արդյոք իսկապես այսպես է, ինչ պետք է անել։ Գիտեք, ես այդ հարցում ես իհարկե համամիտ եմ այդ տեսակետին, համամիտ եմ, որովհետև նայեք, մենք ունեինք մի ժողովուրդ, ես ասում եմ 88-ի մասին, ունեինք մի ժողովուրդ, որը սովետական կրթություն էր ստացել, բայց սովետական կրթություն ստացած ժողովուրդը կանգնեց հանուն Արցախի, ստեղծվեցին կամավորական ջոկատներ, միակամեր, միահամուռեր, հայրենիքի գաղափարը շատ սուր էր եւ մենք դարեր հետո հող ազատագրեցինք։ Մենք սխալ ապրեցինք հետո, շատ սխալ ապրեցինք, մենք չխոնարհվեցինք հերոսի գերեզմանի առաջ, հասկանում եք, ով դառավ մեր ժամանակի հերոսը, ինչ արժեհամակարգ ստեղծեցինք, աղավաղվեց մեր արժեհամակարգը, ու ես դրա համար իհարկե մեղադրում եմ մեր պետական քաղաքականությունը, սկսած առաջին նախագահից, պետական քաղաքականությունը, շատ վատ դեր խաղաց, ես անդադ ասել եմ ու պետք է ասեմ մեր հեռուստատեսությունը, եւ կրթությունը մղվեց երկրորդ պլան, հասկանում եք, եթե դու ուզում ես քո ազգ մնա իր հիշողությամբ, իր ինքնությամբ, արժանապատիվ կեցվածքով, դու առաջի հերթին պետք է մտածես կրթության մասին, մենք արհամարհեցինք կրթությունը, եւ արդյունքը այսօրվա այդ խավն է, որը
դադարել է մտածելուց։ Ես այդպես եմ ասում, դադարել է մտածելուց, որովհետև եթե դուք ականջահաճո ելույթները լսելով, որը հայրենիքի կոչ էր, Արցախը Հայաստան է, Հայաստանը նորավանք է, մուշ է, վան է, այդ կոչերը լսելուց հետո սիրահարվեցիր բնական է, բայց եթե հետո տարիներ հետո այդ ամբողջը վերածվում է մի հակառակ պատկերի, չէ, բացարձակ հակառակ Բայց պատկերի սիրահարվածությունը չի ու անցնում։ սիրահարվածությունը չի անցնում, արդեն դու ես դադարում ինչ-որ բան հասկանալուց։ Դու ես դադարում ինչ-որ բան հասկանալուց, հասկանում եք։ Այսինքն, եթե դու հայ ես, դու հիացել ես խոսքերով, ասենք, ասում էր վարկային լիխառատկա է նախկինների մասին։ Կրկնակի ավելացավ մեր պետական պարտքը։ Այսինքն, ասում էիր պատավատապետություն։ Պատավատները ոչ միայն վերացան, այլ ավելի թարմացան ու ավելի թանկարժեք ու ավելի շատ դարձան։ Հասկանում եք, երբ որ դու ասում ես Հայաստանը նորավանք է, հետո ասում ես Մասիսին մի նայեք, մեզ հետ կապ չունի, որը ընդամենը սիմվոլ է, մեր սիմվոլը, որը մերն է եղել եւ մեր սիմվոլն է։ Հասկանում եք։ Այսինքն այդ ամբողջ հակասությունը եւ այդ հակասությունը չտեսնելը, դրան ինչ անուն տաս, եթե ոչ տգիտություն։ Ինչ անուն տաս, ես չգիտեմ ինչ անուն տամ դրան։ Եվ բնականաբար համաձայն եմ այն տեսակետի հետ, որ մենք ուղակի անխամարեցինք կրթությունը եւ ստացանք այս ողբալի վիճակը։ Իսկ Տիկին Արզումանյան, իշխանությունների վերարտադրման, Աստված մի արածցե, վերարտադրման պարագայում, որն է ամենամեծ վտանգը։ Ես անկեղծ սպառնալիքը, ասած չեմ ուզում դրա մասին Ինչ մտածել, կանխատեսում։ որովհետև ես ամեն ինչը շատ վատ գույներով եմ տեսնում եւ չեմ կարծում, թե չափազանցնում եմ։ Չեմ կարծում, թե չափազանցնում եմ։ Նախ ինչ է նշանակում վերափոխել եկեղեցին։ Ինչ է դա նշանակում։ Դե իրենք ասում Ումով են, ես վերափոխում։ իրենք ասում են բարենորոգում է։ Չէ, դա ինչ բարենորոգում։ Ինչ բարենորոգում, ինչ բարոյական իրավունք ունես դու բարենորոգես եկեղեցին եւ ումով։ Ումով։ Դու կանգնում էիր ոմանց մասին էլ Բենթլի, էլ ամենտեղ երեխա ունեն, չգիտեմ, այնպես բանի, հիմա դրան գրկել ես, դրանով բարեփոխում ես անում եկեղեցին։ Հա, հետո դա ինչ քո գործն է։ Վերջապես մենք սահմանադրություն ունենք։ Վերջապես մեր եկեղեցին դարերով եղել է ժողովրդի հետ միասին, հետ ու պայքարել է։ Եղել է մեր գոյության, գոյատևման հենասյուներից մեկը։ Դա մեր հավատքն է։ Հասկանում եք, ու ոնց կարելի է ասել, որ ես եկել եմ, դու ով ես։ Բարենորոգ եմ։ Դա մեկ։ Երկրորդ է, համառորեն չի պատասխանում այն հարցին 300 ադրբեջանցի գալու են, թե չեն գալու։ Ես դուք դրա հետևանքները լավ եք պատկերացնում։ 300,000։ 300,000։ Լավ եք պատկերացնում դրա հետևանքները։ Դա նշանակում է շատ կարճ ժամանակահատվածում մենք մեր երկրում դառնալու ենք փոքրամասնություն։ Էլ չեմ ասում մնացած վտանգները։ Բայց Փաշինյանի աջակիցները Տիկին Արզումանյան համառորեն պնդում են, որ ոչ մի վտանգ չի սպառնում, հնարավոր է Դե ես խաղաղ եմ ասում, դա համակեցություն պետք է ադրբեջանցիների հետ։ ինչքան պետք է տգետ լինես, որ դա այդպես մտածես։ Ինչքան։ Հասկանում եք, եթե մենք էլի ես ցավում եմ, որ կարող է կրկնվեմ, մենք ցեղասպանության 110-ամյակ, ճիշտ է, 111։ Հիմա դրանով հո չի ավարտվել թշնամությունը։ Բա Բաքվի ջարդերը, բա Սումգայիթը, բա Արցախի տեղահանությունը, բա կացնահարված մեր ջահելը, դա քրտներիս տակ է, չէ, դա ամեն ինչ, այսինքն այդ թշնամանքը կա եւ լինելու է, դա գնալու է հավերժ, քանի մենք ապրում ենք։ Դա գուցե գիտեք այն ժամանակ դա չի լինի, երբ որ գա այնտեղ իշխանություն, որն ասի ներողություն ցեղասպանության համար, այդ դրանից հետո կարող է լինի հաշտություն։
քանի դահիճը չի ընդունում իր զոհի հանդեպ դաժանությունը, չի լինելու բարեկամություն, ինչ բարեկամության մասին կարող է խոսք լինել, երբ որ այսօր թշնամի երկրի ղեկավարը բացահայտ հռհռալով ձեռ է առնում իմ երկրի ղեկավարին, ու իմ երկրի ղեկավարը արժանապատվություն չունի պատասխանելու, դա նաև իմ արժանապատվությունն է, իմ ազգի, իմ ժողովրդի։ Տիկին Արզումանյան, այս հիասթափությունների շղթան հնարավոր է արդյոք կոտրել ու ինչպես մարդիկ տեսնում են այս անվերջ պարտությունները ու այդ ֆոնին իշխանությունների Փաշինյանի հաղթանակներն են արձանագրում։ Չէ, եկեք վկա բերենք մեր պատմությունը, հա։ Դաժան պատմություն ենք ունեցել, բայց ապրել ենք, ճանկռելով, բայց ապրել ենք։ Իսկ ապրել ինչ է նշանակում, ապրել նշանակում է պարբերաբար պարտվել, նաև վերելք ունենալ, մենք հաղթանակներ ենք ունեցել, չէ։ Գիտեք, եթե իրեն թվում է, որ մոռացության տալով ամեն ինչը ինքը հասնելու է նրան, որ հիշողությունը կորցրած ազգ ենք դառնալու, շատ սխալվում է, անհնար է, գենետիկորեն հնարավոր չի հայի մեջից հանել արժանապատվությունը, հայի սիմվոլներից հանել Մասիսը, հայի հիշողությունից հանել ցեղասպանությունը, հնարավոր չի, ով ուզում է լինի, հնարավոր չի, հիշողությունը կորցրած մարդը ինչ է, շատ ներողություն բույս, ճիշտ է, որին հարազատները պահում են գոյությունը պահպանելու համար մինչև մահը, մենք ազգովի բույս ենք դառնալու, մեր հարազատներն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, էսա ծրագիրը, չի լինելու, այդպես չի լինելու, սթափվելու ենք, պատերազմը այդ մեծ հաղթանակից հետո, հավատից հետո, դարեր շարունակ այդ ճանկռելուց հետո, ինչ-որ հող հետ բերելուց հետո, պատերազմի այդ ցավը, պարտության ցավը ահավոր մեծ էր և բնականաբար կլինի այդ հուսահատությունը, բայց սա այն ազգը չի, որին կարելի է կոտրել, հնարավոր չի, ասում եմ վկա մեր պատմությունը, դարերով ապրել ենք, չէ, գոյատևել, գիտեք, երբեմն ինձ համար շատ մեծ հարցական, ես հիմա որ նայում եմ իմ ժողովրդին, անկեղծ ասած շատ եմ ցավում, սենց այն որ սիրտս մխկտում է, ասում եմ, լավ, ես այս տարիքում հասել եմ, ես այսքան չէի ճանաչում այս ժողովրդին, այսքան չէի պատկերացնում, որ իմ ժողովրդի մեջ այսքան շահամոլ, այսքան եսակենտրոն, այսքան տգետ, այսքան չգիտեմ, անմարդկային, չեմ անում, ոնց կարելի էր 88-ի ժողովրդին, որը Արցախի համար ոտքի կանգնեց, դարձնել Արցախի թշնամին, ոնց կարելի էր այդ ժողովրդին այդ աստիճան փոխել, այդ ցավը շատ կա մեջս, բայց միևնույն ժամանակ նայում ես մեր պատմությանը ու մտածում ես ժամանակավոր ինչ-որ բան է, ժամանակավոր, զարմանքը, ներողություն, այն զարմանքը, որ այս ձևով մենք այսպես հիմա դառանք, թե եղել ենք, եթե եղել ենք ու հասել ենք 21-րդ դար, ուրեմն էլ ապրելու ենք։ Շատ մարդիկ կան, որոնք հիասթափված են, չկողմնորոշված են, անտարբեր են, անգամ չեն գնալու ընտրությունների, այս մարդկանց ինչպես համոզել, որ ընտրություններով ի վերջո հնարավոր է այսքան Փաշինյանի պարտություններից և բազմաթիվ Փաշինյանի մարտեր հաղթելուց հետո հնարավոր է, այսինքն պատմությունը վկայակոչելով, հա։ Չէ, պատմություն վկայակոչելով չէ, այսպես ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ ինքն իրեն մարդու տեղ դնի, ընդամենը, եթե ես մարդ եմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես ունեմ իմ պարտքը, ես ունեմ իմ ձայնը և ես պարտավոր եմ իմ ձայնը տեղ հասցնեմ, այսքան բան, դա ինքնասիրության խնդիր է, ամեն մեկը պետք է ինքնասիրություն ունենա։
Ես հաջորդ հարցով Տիկին Արզուման, ձեզ ուզում էի խնդրել, որպեսզի մեր հետևորդներին դիմեիք, հա, թեկուզ այսպես կոչով, բայց կարծես դուք այդ կոչը հնչեցրիք արդեն Եվ ամենայի գիտեք ինչ շատ հորդորելով։ տխուր բան եմ ասելու, բայց շատ կուզեմ, որ այն մարդիկ, որ դեռևս հավատում են այս իշխանություններին, ես շատ ուզում եմ այդ գիրքը կարդան, այդ երկրի հակառակ կողմը կարդան։ Շատ եմ ուզում։ Շատ։ Շատերը մի քանի էջից ավել չեն կարողանում։ Չէ, շատերը չեն կարդացել եւ շատերը չեն պատկերացնում։ Չեն պատկերացնում։ Դուք կարդացել եք։ Դիմացել եմ սարսափահար լինելով, ես ուղղակի շատ եմ խնդրում, որովհետև դա մեր ղեկավարի գիրքն է, այսինքն իր մտածողությունը, իր չափանիշները, եւ շատ կուզեմ կարդան ընտրությունների գնալուց առաջ։ Դե իհարկե ովքեր կարդալ գիտեն։ Եվ ասում եմ, հիմնականում այդ ինքնասիրությունը, որ ես անհատ եմ, ես պարտավոր եմ իմ կարծիքը ասել։ Դա յուրաքանչյուր այսօր այսքան ցավ տեսնելուց հետո, այսքան կորուստ տեսնելուց հետո յուրաքանչյուր հայի տրամաբանությունը պետք է լինի։ Ես պետք է գնամ ընտրության անկախ ամեն ինչից, ես իմ ձայնը պետքա տամ գուցե փրկվելու համար։ Ինչ ասեմ։ Խոսեցիք նորից ընտրություններից, Տիկին Արզումանյան, վերադառնալով ընտրությունների թեմային, այս պահին Հայաքվեն աջակցում է Ուժեղ Հայաստանին, որը ընդդիմադիր ֆավորիտ մեծ ուժերից մեկն է։ Նա հետաքրքիր է, այստեղ այդ համագործակցությունը, սատարումը ամեն դեպքում ինչ սկզբունքով է այս արժե համակարգային, հա, համընկնումներ կան, թե ամեն դեպքում սկզբունքը իմ թշնամին իմ բարեկամն է։ Չեմ կարծում, որովհետև ես ասում եմ, Հայաքվեն ունի որոշակի դիրքորոշում, շատ ուրույն մտածողություն, որոշակի դիրքորոշում, եւ բնականաբար պետք է միանար նրան, ով նույն գաղափարների կրողն էր։ Շատ լավ, Տիկին Արզումանյան, ամփոփելով զրույցը, այ կուզենամ ձեզ հարցնել ընտրություններից հետո, ընդդիմության հաղթանակից հետո, դուք անձամբ ինչով կցանկանայիք զբաղվել։ Գիտեք, ես 25 տարի աշխատել եմ Բարձրագույն վարակարգման հանձնաժողովում, տեղակալ հետո նախագահ, հետո 5 տարի եղել եմ ռեկտոր, բնականա կրթական համակարգում, պաշտոն չեմ ուզում, բացարձակապես չեմ ուզում, որևէ հավակնություն չունեմ, ես պաշտոնը երբեք չեմ օգտագործել որպես վայելքի, հաճույքի, օգուտի ինչ-որ տարածք, ես ուղղակի շատ կուզեի զբաղվել կրթական համակարգով, որովհետև մեր կրթությունը այսօր օրենսդրությունը կրթական, շատ մեծ բացեր ունի, եւ պետք է ամբողջ այդ կրթական օրենսդրությունը վերանայել, ես կուզեի դրանով զբաղվել, որտեվ կյանքիս 30 տարին ես եղել եմ դրա մեջ։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար, Տիկին Արզումանյան։ Հիշեցնեմ, հրապարակի զրուցակիցն էր բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաքվե միության խորհրդի անդամ Լիլիթ Արզումանյանը։